Կեսգիշերին Լոռու մարզի Գարգար գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդը Գուգար գյուղի բնակիչ 1968 թվականին ծնված Արտյոմ Հարությունյանը մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։ Վերջիններիս ջանքերով վարորդի մահացած մարմինը դուրս է բերվել մեքենայից։ Ականատեսների վկայությամբ մեքենայի մեջ եղել էր եւս մեկ ուղևոր, որը սակայն հեռացել էր դեպքի վայրից։ Դեպքի վայր մեկնեցի եւ նկատեցի, որ Էմել Մագնիշի ավտոմեքենան կորցնելով տրանսպորտային միջոցի կառավարումը դուրս է եկել երթևեկելի մասից եւ ընկել Ճամփեզի մոտ այգու մեջ։ Մոտիկացա, նկատեցի, որ վարորդը արդեն տեղում մահացել է։ Գարգարի գյուղապետ Կարեն Զալինյանը պատմում է, որ Ստեփանավան Վանաձոր ճանապարհի 11-րդ կիլոմետրում հաճախ են մահվան ելքով պատահարներ լինում։ Պատճառը ճանապարհի դիրքն է։ Ըստ գյուղապետի ճանապարհի շինարարության նախագիծը ի սկզբանե սխալ է եղել։ Իրոք շատ վտանգավոր շրջադարձ է այս մասը։ Դեռ շինարարության ժամանակ 2001 թվականին կարծեմ այս վտանգը զգում ենք։ Շինարարության ժամանակ մենք առաջարկել ենք շինարարներին, որ վատ է լինելու վերջը, որովհետև կենտրոնախույս ուժեր գոյություն ունի, ըստ ֆիզիկայի օրենքների, որի տրամադրության տակ մեքենան պետք է դուրս թռչի այս մասերից։ Նշենք, որ ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի 2012 թվականի առաջին տասնօրյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 65-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նարէ Ստեփանյան, Ժան Գալստյան, Միք հեռուստաընկերություն։